Բարի երեկո, դուք դիտում եք բաց հարթակ, այսօր իմ հյուրը քրիստոնյա ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանն է, բարև ձեզ։ Եվ այսպես, պարոն Շիրինյան, Կիրակի հայտարարություն հրապարակվեց Հայաստանյաց առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման վերաբերյալ, կարդա մի փոքր հատված, մենք ներքոստորագրյալներս մտահոգված լինելով Սուրբ Եկեղեցու փաստացի պետի եւ նրա ձևավորած մերձավոր շրջապատի ներկայացուցիչների կողմից ավետարանի սկզբունքներով ապրելու եւ քարոզելու առաքելության ձախողմամբ, հոգեվոր կյանքի խաթարմամբ, բարքերի այլասերման աղաղակող փաստերի նկատմամբ հանդուրժողականության դրսևորմամբ հայտարարում ենք Հայաստանյաց առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման մեկնարկի մասին։ Վստահ եմ ծանոթ եք հայտարարությանը եւ կխնդրեմ մեկնաբանեք ձեր տեսակետը, ներկայացրեք։ Այսինքն այն գործընթացը, որ սկսվեց անցած տարի, Հայաստանյաց առաքելական Սուրբ Եկեղեցին Հայաստան եւ հայ ժողովուրդ վերադարձնելու առումով, սա մեկ, եւ երկրորդը վերացնելու կառավարման երկրորդ սուբյեկտ առաջացնելու վտանգը, կարծես մտնում է գործնական փուլ, բայց վերափոխումների իմաստով, այնպես որ նորմալ է, բայց սա պիտի շատ արագ վերջի հասցնել։ Այսինքն ինչպես եք առաջարկում շատ արագ վերջին հասցնել։ Գիտեք ինչ կա, ասեմ ձեզ, նախ աշխարհում այնպեսի մի բան են անում, որ ինչ եղել եւ այլն։ Աշխարհում շատ եպիսկոպոսներ են պատժվել, շատ եպիսկոպոսներ են կաթողիկոսներ եւ այլն, այլ այս կարգի հեռացվել, այնպես որ դա եզակի դեպք չի, նաեւ մեր եկեղեցու պատմության մեջ չեմ ուզում խորանալ, եթե Իզմիլյանի, Օրմանյանի, Պատրիարքան տարիներ նայեք, ահա որ բաներ են եղել։ Ինչ որ է, այդպիսի բաներ եղել են, հիմա հարցը այսպիսին է, եթե որ իմ տեսակետը ես չեմ փոխում, այն հաղորդագրությունները, որ կան, ինչ է եղել, ինչ է լինում, Էջմիածնի կողքին կամ նրա շուրջ Վեհարանի ինչ է եղել եւ ինչ է լինում, պարոն Շիրինյան, բաց տեքստով է այդ փաստերը, որ ասվում են, դրամական շարժեր են, կուսակրոնություն եւ այլն, ուրեմն քրեական հանցակազմ ունեն իրենց մեջ եւ եթե մարդիկ համաձայն չեն, որ մեր եկեղեցին ազատվի այն ամենից ինչ որ կա կառավարչական այդ բաներից, ուրեմն պետք է քրեական օրենսգիրք աշխատեցնել, ասել եմ, կրկնում եմ։ Եվ դրա մեջ ոչ մի բան չպիտի։ Քրեական հանցակազմ կոնկրետ որ դեպքում եք այստեղ տեսնում։ Քրեականը այն է, որ փողերի լվացման մասին են ասում, վերջը շատ է հրաբարակվել նման բաներ։ Հիմա կարելի է տալ իրավագետների, քրեակետների եւ հանգամանորեն նայել, եթե չկա, օքեյ, եթե կա, օքեյ։ Բայց կա, դրա համար այսինքն ուզում եմ հասկանալ, պարոն Շիրինյան, մենք այստեղ զուտ լսել ենք, թե կան փաստեր, դրամական շարժեր, փողերի լվացում։ Նայեցեք, մենք մի քիչ իշխանության պարագան առարկայացնում ենք, որևէ տեղ նույնիսկ հնարավոր չի պատկերացնել իշխանությունը գնա կառավարությունը գնա նման քայլերի եւ առանց հիմնավոր ուրեմն փաստերի։ Հիմա այստեղ երկրորդ մաս կա, հրապարակելու համար ձեռնտու է փաստը ներսի եւ դրսի համար, թե ոչ, թե չէ, այսպես մի բան կա, վարչապետն ասեց, վարչապետն արեց եւ այլն։ Վարչապետը կառավարության նախագահն է, հետեւաբար կառավարությունը այդ բոլորից տեղյակ է եւ արվել, այնպես որ երկրորդ մասը կա, որը լավ չի, պետք չէ այսքան ձգձգել եկեղեցու այս հարցը քննել։ Սկզբից էլ այդ փաստաթղթերը փաստերով պետք է դնել եւ ասել համաձայն ես հրաժարականի խնդրեմ եւ պայմանավորվեին արագ ինչ որտեղ, որտեղ սա եկեղեցու հարցն է։ Եթե չէ, դու գիտես։ Հիմա սա իրավական մասն է։ Ինձ շատ ավելի ուրեմն մտահոգում է քաղաքական մասը։ Ակնհայտ է, որ դրսի ուժերը եւ ներսի մաֆիան Ղարաբաղյան կլանը շատ են շահագրգիռ, որ իշխանության երկրորդ բևեր ձևանա հանձին, ուրեմն այդ Վեհանանի շուրջ առաջացած բաներ, որ շատ վտանգավոր է։ Եվ եթե պես չարունակի, երկրում կարող է եւ երկիշխանություն առաջանա։ Այսինքն, խնդրեմ մանրամասն ասեք։ Կոչերով դիմում է, պետական քաղաքականություն սաբոտաժ է արվում, երկիրը ծանր պարտություն կրեց։ Ով է կոչերով դիմում։ Կաթողիկոս կոչված է։ Գարեկին ուզուրպատորը, որի նույնիսկ ընտրության բարական մաքուր խոսակցությունների հետ չի կապված, հայտնի է, չէ՞։
այդ ընտրության օրը Վազգեն Սարգսյանի սպանության օրը եւ այլն։ Հիմա այս բոլորը այդ իշխանության երկրորդ բևեր առաջացնելու քաղաքականության հետ է կապված, որը բարձ ասենք ուրիշներ, դա Մոսկվայի քաղաքականությունն է։ Եվ Մոսկվա միշտ հակասություններով փորձում է կառավարել իր բարեկամներին, էլ թշնամիների մասին չասեմ, թե եթե մենք բարեկամենք, դրա համար արագ լուծումներ են պետք։ Բայց արտառոց մի բան չկա։ Մեզ ինչ է պետք, որն է մեզ համաշտաբը։ Մեր եկեղեցին պետք է վերականգնի իր դարավոր դրվածքը եւ Հայաստանին եւ հայ ժողովրդին Քրիստոսի ծառայության հետ կապելու համար։ Իսկ հիմա շատ կարևոր է, ինչու, որովհետեւ երկիրը մտել է ակնհայտ է ռեֆորմների ժամանակաշրջան, լավ կամ վատ հոգեվոր աշխարհի վերակառուցումը խիստ անհրաժեշտ է դուժը։ Պարոն Շիրինյան, այդ հայտարարության մեջ նաև կա այսպիսի մի հատված՝ դատապարտելով եւ անընդունելի համարելով եկեղեցին քաղաքականության մեջ ներքաշելու այն տարբեր օրակարգերի եւ տարբեր շահերի ծառայեցնելու հակականոնական գործելակերպը։ Այսինքն այստեղ երկու հիմնական աղբյուրներն ասեցի կլան եւ օտարուշ, այսինքն մնացած երկրորդական տարբեր օրակարգերի, տարբեր շահերի ծառայեցնելու մեկը կարող է որևէ պարագայը միշտ կարելի օգտագործել։ Տարօրինակ չի պատերազմից հետո, երբ որ երկիրը ունի այդուհանդերձ իշխանություն, երբ որ իշխանությունը պատրաստ ընտրություններով գործը տանել, նայած ով կընտրվի, ինչ եւ այդ ժամանակ իշխանափոխության գործընթացի մեջ խառնվեն, քթները կոխեն եւ հրամանով ուրիշի եւ երկիրը անընդհատ ապակայունացնել։ Ուրիշի հրաման ասելով դուք նկատի ունեք խորհրդարանական ընդդիմության թե Մոսկվայի։ Ես Կոպիրկինին նկատի ունեմ որպես ներկայացուցիչ։ Մնացածները դե պարզ է որ նրանց ասածներն են անում, դրա համար է տարօրինակ է, չէ՞, քանի անգամ ես էլ եմ անձամբ եթերով դիմել, թե դուք պետք է բացատրեք, թե մեր երկրի ինտերվենցիա, մեր ժողովրդի վրա, Արցախի վրա այդ ինտերվենցիա կազմակերպած պետության ղեկավարը ինչ ծառայության դիմաց է ձեզ պարգևադրում եւ արդյոք պարգևադրման մեջ կա նաեւ բաներ, ինչ որ պարգևավճար կամ եւ այլն։ Ասել չենք կարող, ուրեմն չեք կարող ինչ պարգևավճարների մասին է խոսքը, պարոն Շիրինյան։ Գումարներ են, արտոնություններ են եւ որտեղից ում։ Խոսքը վերաբերում ասեցի հիմա նորից ասեմ Կրեմլը Պուտինը պարգևադրում է, որը կազմակերպել է մեր պետության դեմ այս ամբողջը եւ կառավարում է, անկախ թե ինքը ինչ է խոսում։ Եվ նրա կողմից պարգևադրվում են։ Հիմա բարձվեց երկու եղբայրով են պարգևադրվում, որ ծառայության դիմաց։ Եվ այդտեղ որևէ գաղտնիք բան չկա արտառոց։ Պիտի ներկայանա ասի, «Էս ինչ խնդրի համար, սիրելի հայ ժողովուրդ, աշխարհում եք, ես ձեզ ասում եմ, ես պարգևատրվել եմ»։ Եվ ոչ մի բան։ Այս հայտարարությանը անմիջապես արձագանքեցին ընդդիմադիր քաղաքական գործիչներ։ Ովքեր։ Ռուսական սեգմենտը։ Արթուր Վանեցյանը հայտարարեց, որ այս հայտարարությունը կարելի է գնահատել որպես սահմանադրական կարգի տապալման դասական օրինակ, որին իրավապահ համակարգը կարծում եմ պետք է անդրադառնա։ Իրենք վտանգավոր բան են անում, նախ իրավապահ համակարգին դիմելու ոչ մի իրավունք չունի, երկրորդը դուք եթե 1990 թվերին լսեիք, որ կագեբեշնիկը պաշտպանում է եկեղեցուն, որան կարող է ինֆարկտ ստանալ որևէ մեկը, դուք չէ, որևէ մեկը։ Հիմա Չեկայի ղեկավարը եկել է, բաներ է ասում եկեղեցի պաշտպանում եւ այլն։ Հիմա դա չի հարցը, հիմա գործը անցել է, գնացել է, քաղաքական իմաստով, ուրեմն վերջնական իմաստով հարցը լուծված է, որովհետեւ նման ղեկավարը եկեղեցի առաջնորդել այլևս ասել է հարցը լուծված է, պարոն Շիրինյան։ Այսինքն հնարավոր չի շարունակել, ժամանակի հարց է բոլորը։ Այսինքն դուք վստահ եք, որ կաթողիկոսը հրաժարական է տալու։ Եթե չէ իրավական համակարգը հիմա պետք է աշխատի եւ քրեական օրենսգիրքը պետք է գործողության մեջ։ Իսկ դուք այստեղ այս հայտարարության մեջ կամ առհասարակ հայտարարությունը դիտարկում եք որպես սահմանադրական կարգի տապալման դասական օրինակ, ինչպես ասել է Արթուր Վանեցյանը։ Պետության հիմքերի ամրապնդման եւ հայ ժողովրդի համախմբման ուղղությամբ երկար սպասված քայլ անելու ուղղությամբ գործ, ես դա եմ։ Տեսեք, երբ ես նշեցի Արթուր Վանեցյանին, դե մի երկուսի դեր կշարունակեք, հիմա մի կոռուպցիոներ էլ ասեք, այնտեղ կլինի էլի, այս նախագաներ, բաներ, որոնք գանձագողեր բաներ լիքը, դե ճանաչում ենք, չէ՞։ Տեսեք, բոլորը միացել են եւ եկած։ Չէ, դուք միանգամից ասեցիք Կրեմլի, չգիտեմ, գործակալ, մեկին չեկիստ։ Չէ, ես գործակալ չասեցի, ես նրանց ուղղորդումներն է։
Մոսկվան է ասի ուղղորդում ես բոլորը եւ դա նորմալ է։ Նորմալ է ճակերտներում իրենց համար, ասեմ ինչի համար, ակունք կա։ 1836 թվին, երբ որ Հայաստանի արևելյան հատվածը, ասում են Հայաստանը միացվեց, Հայաստանի արևելյան հատվածը, Արևմտյան Հայաստանը ողջ առողջ էր այդ ժամանակ եւ արևմտայությունը, միացվեց Ռուսաստանին, ռուսական մեր եկեղեցին դրվեց կանոնական կարգի մեջ, պոլոժենիա է գոչվում, կանոնագիր, որը հաստատել էր ցարը եւ մեր եկեղեցին սկսեց ենթարկվել սինոդին։ Ինչ է սինոդը? Ցարական իշխանության կառուցվածքի մեջ, ինստիտուցիոնալ։ Դա հոգևոր կյանքի կառավարման նախարարությունն է։ Եվ այդպես էլ մնացել է։ Դա դադարել է մի ժամանակ 17 թվականից, երբ Ռուսաստանը հերթական անգամ գործանվեց, մինչև 21-22 թվականները, որից հետո երջանկահիշատակիրականում մեր ժողովրդի շատ լավ պիտի հիշենք Խորեն Մուրադբեգյան կաթողիկոսը, որը Գևորգ 6-ից հետո դարձավ կաթողիկոս, ընտրվեց 36 թե 7 թիվը կարողացավ սովետական իշխանության տարիներին կարողացավ եկեղեցին կառավարել 37-ին էր, նու այդ 6 կամ 7 նրան վեհարանում բանով բղնձելարով խեղտեցին կագեբեիշնիկները, այս Վանեցյանի բարեկամներն էլ է։ Տեսեք, միևնույն ժամանակ Բագրատ Գալստանյանն ու Արշակ Խաչատրյանը հայտարարություն տարածեցին եւ ասեցին, որ մենք պետք է շարժվենք դեպի ազատագրում եւ հաղթանակ։ Ումից ազատագրում։ Դե իրենցից ազատագրվել ենք, հեսա եկեղեցին ազատագրվում է։ Կարծում եմ հիմա մենք պետք է մտածենք պետության վերափոխումների ժողովրդի համախմբման։ Այստեղ նաև առաջարկվում է, որ ընդդիմադիր քաղաքական գործիչներ կան, որոնք առաջարկում են, որ վեհափառ հայրապետին որդիաբար խնդրում եմ մեր Սուրբ եկեղեցուն անմնացորդ աջակցելու հորդորով դիմել հավատավոր ազգին եւ այս փուլում առնվազն պաշտոնանկ անել նրա հրաժարականը պահանջող եպիսկոպոսներին եւ արքեպիսկոպոսներին։ Ուրեմն նույն մարդիկ են, որոնք իշխանափոխություն այս լոզունգով ապրում են, էլի։ Մինչև ընտրություններից հետո երևի էլ նույնն են ասելու։ 20 թվականի պարտությունից հետո իշխանափոխությունը դարձավ հոգեկան հիվանդության կարգախոս, որը հրահրվում էր Մոսկվայի կողմից եւ իրենք նույն մարդիկ են։ Այսինքն գույները փոխվում են, դրամատրությունները փոխվում են, դերակատարների որոշ թիվ փոխվում է, էությունը մնում է նույնը։ Չեն գոռացել իշխանափոխություն։ Պարոն Շիրինյան, ես վերջին շաբաթներին գրեթե բոլորին այս հարցը տալիս եմ, հիմա ձեզ եմ տալու, որովհետև հասարակության մեջ այդ տեսակետը շատ կա եւ ես դա տեսնում եմ նաեւ սոցիալական ցանցերում։ Նավասարդ Կճոյանն է բարենորոգելու եկեղեցին կամ նրա մասնակցությամբ է բարենորոգվելու եկեղեցին։ Ուրեմն ասեմ հետեւյալ իմ կարծիքն ինչպեսին է, նախ մենք ունենք այն ինչ ունենք եւ ուրիշ կերպ հնարավոր չի կան եպիսկոպոսների դասի միջոցով լեգիտիմ անցումը կատարել, այնտեղ Կջոյանն է թե չէ ինչ են ասում, ես օրինակ հավատում եմ, որ լավագույն կաթողիկոս ենք ունենալու։ Իսկ դուք եք տեսնում այդ առումով։ Դե հիմա դա չեմ կարող ասեմ։ Ես ենթադրում եմ ում եւ մենք լավագույն կաթողիկոս կարող ենք ունենալ, սա շանս է։ Հիմա ուրիշ բան կա, որ ես օրինակ որ այս գործընթացը սկսվեց, կա բազմաթիվ անգամներ եթերով եւ ան դիմեցի ասի հավաքվեք, դուք ձեր մեջ հարցը լուծեք, իրեն էլ ուղարկեք հանգստի են ասում, այս մարդուն ուղարկեք այդտեղից էլի։ Եվ այլն եւ ձեր միջից ընտրեք լավը, որտեղ դուք եք վերափոխելու եւ դա ուրիշ հարցերի հետ կխառնվի, այնպես որ կարծում եմ Կճոյանը չի լինի, բայց լավ կաթողիկոս հաստատ կունենանք։ Իսկ դուք չեք կարծում, եւ տեղապահ երևի, որովհետեւ դուք նաեւ ձեր խոսքում այսօր ասացիք, որ վտանգավոր բան եք տեսնում, որ կլինի, այսպես ասած, կարծես թե երկու իշխանություն չէ, ինչպես դուք եք ասում, չեք կարծում, որ կարող են նաեւ լուրջ խնդիրներ եւ ինչ որ առումով բախում առաջանալ։ Չէ, այդ ռեսուրսը չկա, դե սրանք այդ բախում առաջացողներն են, էլի կարողանային միջև արել էին, բայց հիմա ասեմ նաեւ մի բան, որ միջազգային գեոստրատեգիական վիճակն է արմատապես փոխվում, ինչ իմաստով։ Ուղղակի իրենք համառում են եւ չեն հասկանում հարցերը, ինչի մասն է խոսքը։ Տեսեք, Վենեսուելայում գիտենք ինչ եղավ, գողացան, ուղղակի վերսի տարան, շպրտեցին, չէ՞։ Հիմա ճիշտ է, սխալ է, թողենք, օրենքը թողենք այս կողմ։ Բայց դրա նախորդ շրջանը տեսեք, ինչից սկսվեց աշխարհի վերակառուցման Թրամփյան նախագծի իրականացում, այդպես որ ասենք, Հայաստան, Միացյալ Նահանգներ ռազմավարական գործընկերության պայմանագիր է կնքվում
Վաշինգտոնում հունվարին անցած տարվա 14-ին էր հոգոստոսի 8-ին Թրամփի երթուղին է հաստատվում եւ այլն, որից հետո մանր-մունր եւ այլն Վենեսուելա եւ այլն, այսինքն սա նշանակում է, որ Ռուսաստանն ընդմիշտ չքվում է այստեղից իր բոլոր համագիրներով, ուրիշ բառ չասեմ։ Հիմա չքվելն էլ ինչ այս ռուս-ուկրաինական պատերազմը սկսվել է, մենք իրար հետ ինչքան զրուցում ենք, դուք միշտ այդ նույն միտքը ասում եք, Ռուսաստանը հեռանում է, Ռուսաստանը չգիտեմ, ձեր ձևակերպմամբ չքվում է, բայց ամեն չքվել։ Չքվել է։ Դե տեսեք, կես ժամում օպերացիա, կես ժամ, չէ, 3 օրը վերածվեց 30 տարի։ Իսկ նույն տեսեք տարբեր տեսակետ ունեցող քաղաքագետներ կան, որ ասում են իրենց ձևակերպմամբ, որ սա արդյոք Ռուսաստան Միացյալ Նահանգներ պայմանավորվածություն չի, Վենեսուելան ձեզ, Ուկրաինան մեզ։ Դա իր ֆոկուսնիկներ են, այդպեսի բան չկա, չի կարող լինել։ Ավելի լավ է տգիտությամբ զբաղվելու փոխալով գործով զբաղվեն, բայց ի՞նչն է հարցը, վիրավորելու համար չեմ ասում։ Ուրեմն աշխարհի զարգացման ընթացքը պիտի հասկանան եւ Հայաստանը ըստ էության տեսեք ինչ կատարվեց։ Հայաստան Թրամփի երթուղի Միջին Ասիայի ռեսուրս եւ Վենեսուելա, այնտեղ նավթ, այսինքն զուրտերն են չարչարվում, հանկիստ։ Լավ, վերադառնանք մեր թեմային, եկեղեցու թեմային, տեսեք, հայտարարությունը, որը տարածվեց Կիրակի, նաև հայտարարության տեքստում ասվում է, որ պետք է իրականացվի ճանապարհային քարտեզի միջոցով այդ բարենորոգումը եկեղեցու։ Այստեղ դուք ինչ եք կարծում, այդ քարտեզը ինչքան ժամանակ է պետք, որպեսզի այն ծրագիրը, որ իր արժև դրված է, կարողանա իրականացնել, որովհետև այստեղ կա հայտարարության տեքստում ասվում է, որ ներքոստորագրյալները ձևավորում են համակարգող խորհուրդ, որին վերապահվում է Հայաստանյայից առաքելական Սուրբ Եկեղեցու բարենորոգման կազմակերպչական գործառույթներ, դրա կազմը կարող է ընդլայնվել համակարգող խորհրդի միաձայնությամբ։ Այսինքն դուք ասում եք, ձեր խոսքում նշեցիք, որ նախ ուշացած է, վաղուց պետք է այս ամեն ինչը արվեր, հիմա ասում եք, որ անպայման կաթողիկոսը հեռանալու է, այստեղ կա ճանապարհային քարտեզ, այս ամեն ինչը պետք է վերջո կոպիտ ասած գլուխ հանել, թե ինչ է լինելու։ Հիմա այսպես է լինում, ըստ կանոնակարգի կընտրվի տեղապահ կաթողիկոսի, որը շատ լավ կլինի, որ գազམ་ագերբչական ունակություններով եպիսկոպոս լինի կամ arczepiskopos։ Բայց վստահ եք, որ կաթողիկոսը հրաժարական է տալու, այստեղից սկսենք։ Եթե ես եմ վարչապետը, քրեական օրենսգիր կողքը դրած է։ Ու վերջ։ Ես ձեզ մի բան հիշեցնեմ, էլ հայերիս համար շատ ուսուցողական եւ մեր պետությունը այսպիսի վիճակի նաեւ հոգեբանորեն հասնում է։ Բիսմարկը ասում էր, որ պետությունները ստեղծվում են երկաթով ու արյունով, ուրիշ կերպ չի լինում։ Մենք պետություն ենք ստեղծում եւ մեր աչքին ոչինչ չպիտի երևա, ոչ մի բան։ Այսինքն եւ վերջ։ Եթե կամավոր ճիշտ կլինի, որ կամավոր հրաժարվի գնա, այս ասել է, որ մեր աչքին ոչինչ չպիտի երևա, պարոն Շիրինյան։ Ով խանգարում է պետության կայացման եւ հասարակությունը պառակտված է պահում եւ եկեղեցին այս պարագայում թույլ չի տալիս իր գործին լինի Հայաստանի բարակայով եւ աշխարհի բարակայով, հարցերը պետք է ուրիշ կերպ լուծել, ինչ եղել։ Իսկ չեք կարծում, որ կլինեն այս դեպքում աջակիցներ նաեւ նույն ամենտեղ լինելու են, բայց չեկիցներն ինչ են լինելու։ Ռուսական ագենտուրա կա, մաֆիա կա, դրանք ինչ են լինելու, համաձայն չեն լինելու, չէ՞։ Բայց դե մի քանի օրում կանցնի, ասեմ ձեզ, այստեղ ես խնդիր չեմ տեսնում, բարդ խնդիր։ Մենք որպես ժողովուրդ, որը իրականում նվիրված է իր պատմությանը, իր մշակույթին եւ այլն, ինչ որ կա, եւ իր պետականության վերագանգման իդեալին, շատ արագ այդ կարգի կգա։ Այս որ գնա մի ամսից հետո այս բոլորը կմոռացվի, բայց վերափոխումների ծրագիրը լավ պիտի կազմակերպվի, այդ բանը տեղապահը պետք է կարողանա շատ արագ լավ կազմակերպել այդ խմբով կաթողիկոսի ընտրությունները, որի վերաբերյալ որևէ խոսակցություններ չլինեն հետո։ Սա է կարևորը, որ լինելու է 100% էստեղ որևէ բան կա։ Այդ դուք հիշում եք որևէ պետություն, կառավարությունը որոշում է կայացրել եւ կաթողիկոս մնացել է կամ չգիտեմ իհարկե պատկերացնեք հիմա Պուտինը ցանկանում է Կիրիլ դիմադրում է։ Պատկերացնեք։ Իսկ դուք վստահ եք ամեն դեպքում, պարոն Շիրինյան։ Ինչպես որ վստահ է, որ պատերազմից հետո մենք կարողանալու ենք վերականգնվել քիչ շատ եւ վերականգնվել ենք։ Շնորհակալություն։ Հիշեցնեմ իմ հյուրը Քրիստոնյա ժողովրդավարական կուսակցության նախագահ Լևոն Շիրինյանն էր, շնորհավոր Սուրբ Ծնունդ, շնորհակալություն ուշադրության համար եւ հաջողություն։